Բարի եւ ուրիշ առավոտ սիրելի հարազատներս, թող Հիսուս Քրիստոսի շնորհը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը մեզ հետ լինի Հավիտյանս Հավիտենից։ Հայր Աստված, խնդրում եմ քեզ, Տեր, հպվի մեր սրտերին, պատրաստի մեր սրտերը քո Սուրբ Հոգով, քո զորությամբ ու քո շնորհով, որ մենք քո խոսքը ընդունենք, որտեղ քո խոսքի մեջ փրկությունն է, Տեր։ Խոսքը Հիսուս Քրիստոսն է, որ Քրիստոսին ընդունենք, ոչ միայն ընդունենք, այլ խոսքիդ հավատարիմ մարդիկ լինենք, խոսքիդ մեջ արմատանանք, սիրոտ մեջ արմատանանք, աճենք քեզանով, Տեր ջան, Սուրբ Հոգու պտուղները մեր մեջ շատանան, Տեր, փրկություն բեր մեր կյանք, ողորմի Տեր, շնորհակալ ենք Տեր, որ դու բարեգութ ես, որ դու համբերատար ես եւ որ դու գործում ես, որ դու անաչառ ես, Տեր, անկախ մեր ազգություններից, անկախ մեր գույնից ու ռասայից, ամեն մեկը, ով կանչի Քրիստոսի անունը, ով իմ սրտում հավատա, որ նա քո որդին է, որ նա մահացավ եւ հարություն առավ, ով իր բերանով նրան Տեր ու փրկիչ հռչակի, դու նրան կներես, նրան կտաս քո շնորհը, որին արժանի չենք, Տեր ողորմի եւ գթա, աղոթում եմ ամեն լսողի համար, ամեն մեկի համար, որ խմբից դուրս է եկել, ամեն մեկի համար, ով խաբնված է, Տեր, խնդրում եմ արձակես մտքերը, արձակես չարի կապանքներից եւ թող քո փրկության լույսը, որ Հիսուս Քրիստոսն է, ծագի ամեն մեկի կյանքում, Հիսուսի անունով աղոթեցինք, ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը, դեր ոնց որ նախաբանի մեջ ենք, եւ սա իմ հովիվ Էբո Էսելի քարոզն է, որ ես թարգմանում ու կիսում եմ։ Երեք խոսում ենք այն մասին, որ Պողոսը Հռոմեացիների նամակը բացում է ասելով Պողոսը Հիսուս Քրիստոսի ստրուկ, ծառա, եւ խոսում ենք այն մասին, որ եթե մարդը քրիստոնյա է, ասում է ես Քրիստոսինն եմ, ես քրիստոնյա եմ, Քրիստոսի աշակերտն եմ, հետևորդն եմ, ուրեմն այդ մարդը գնվել է Հիսուսի արյունով, ու եթե մենք գնվել ենք Հիսուսի արյունով, մենք այլևս մեզ չենք պատկանում, այլ պատկանում ենք Հիսուսին, եւ մենք խոսում ենք այդ մասին, թե ինչ է նշանակում ստրուկ լինելը, որ մենք ակնկալիքներ, իրավունքներ, իրավիճակներ վերահսկելու այդ ամբողջ մեր ցանկությունը տալիս ենք Հիսուսին։ Ուրեմն հռոմեական կայսրության մշակույթային համատեքստում ստրուկը այն մարդն էր, որ ամբողջությամբ գտնվում էր իր տիրոջ իշխանության տակ։ Եվ Պողոսը սա օգտագործում է ցույց տալու համար, որ ինքը ամբողջովին հնազանդված էր Հիսուս Քրիստոսին։ Եվ սա է, որ մեզնից է ակնկալվում, որ մենք մեր կամքը պիտի հանձնենք Հիսուս Քրիստոսին եւ ամբողջությամբ հնազանդվենք Հիսուս Քրիստոսին, ոչ թե փորձենք մենք վերահսկենք մեր կյանքը, մենք ղեկավարենք մեր կյանքը, այլ հանձնենք Տիրոջը։ Սա նկարագրում է այնպիսի մարդու, ով ամբողջությամբ իրեն հանձնում է ուրիշի կամքին։ Սրա համար էր, որ Հիսուսը կարողացավ ասել. ոչ թե իմ կամքը Հայր, այլ քո կամքը, որտեղ ինքը ամբողջությամբ հանձնված էր Հայր Աստծո կամքին։ Ես ու դու հանձնել ենք մեր կամքը Հիսուսին։ Սա նկարագրում է մի մարդու, ով պատկանում է մեկ ուրիշին եւ ապրում է նրա իշխանության ներքո։ Մեկը, ով ենթակա է իր Տիրոջ կամքին եւ ամբողջությամբ նրա տնօրինության տակ է։ Դու այդպիսի քրիստոնյա ես։ Ես այդպիսի քրիստոնյա եմ։ Մենք ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի տնօրինության տակ ենք։ Մեր կամքը ամբողջովին տվել ենք նրան, թե մի բան տալիս ենք, հետո 20 րոպեով հետ վերցնում։ Այդ ժամանակաշրջանում հռոմեական կայսրությունում բարձր դիրք ունեցող մեկի ստրուկը հաճախ ուներ ավելի մեծ կարգավիճակ, իշխանություն եւ ազատություն, քան ազատ, բայց հասարակ քաղաքացի։ Կայսրի ստրուկները համարվում էին կայսրության ամենաբարձր դիրք զբաղեցնող մարդկանցից մի քանիսը։ Եվ Հռոմում ապրող քրիստոնյաները այս փաստը գիտեին։ Եվ Պողոսը մեզ ուզում է սրանով հասկացնել, որ Հիսուս Քրիստոսը, որ արարիչն է, թագավորների թագավորը, արքաների արքան, ամեն բանի Տերը, եթե դու նրա ծառան ես, քո կարգավիճակը ամենաբարձր կարգավիճակն է։
Ուստի երբ Պողոսն ասում է ես Քրիստոսի ստրուկն եմ, այն ժամանակվա քրիստոնյաները հասկանում էին, որ Քրիստոսը Տեր է, Աստված է, Թագավոր է, եւ ասել ես Թագավորի ստրուկն եմ, դա նշանակում էր մեծ պատիվ։ Սա ստորացում չէր, այլ պատիվ, բարձր դիրք։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Պողոսը գրում է Հռոմի բոլոր քրիստոնյաներին այդ եկեղեցին բոլոր քրիստոնյաներին, կներեք։ Միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Պողոսը գրում է Հռոմի բոլոր քրիստոնյաներին, եւ Հռոմի քրիստոնեական եկեղեցին կազմված էր եւ հրեա, եւ հեթանոսությունից դարձի եկած քրիստոնյաներից։ Այսինքն Պողոսը ստրուկ բառը վերցնում է ոչ միայն հունական մշակույթային ֆոնից, հեթանոսական մշակույթային ֆոնից, որ հասկանալի լինի հեթանոսների համար, այլ նաև հրեական համատեքստից։ Քրիստոսի ծառա կոչվելը համահունչ էր այն կերպարին, թե ինչպես հրեա ժողովուրդը տեսնում էր իրենց հայրապետներին, մարգարեներին եւ իրենց թագավորներին, որտեղ նրանք հաճախ իրենց անվանում էին Եհովայի ծառաներ, Աստծո ծառաներ, Եհովա դա Աստծո անունն է։ Դա ամբողջական հավատարմության արտահայտությունն էր Աստծուն։ Այսինքն, եթե ասում ես ես քո ծառան եմ, նշանակում է ես հավատարիմ եմ քեզ, ես քեզ եմ պատկանում, քո կամքը պիտի կատարեմ, ոչ թե իմը։ Եվ հենց այդ նույն գաղափարն է, որ Պողոսը փոխանցում է օգտագործելով ստրուկ բառը։ Հիսուս Քրիստոսը, մեր Տերն ու Փրկիչը իր առակներում բազմիցս օգտագործում է ստրուկ կամ ծառա բառերը։ Դրանք նույն հունական բառերն են։ Հիսուսը խոսում է այն ծառայի մասին, որը պետք է պատրաստ լինի եւ սպասի իր Տիրոջ գալստյանը։ Մենք սպասում ենք Հիսուսի գալստյանը։ Այս ստրուկ ծառա բառի կարևորությունը կայանում է նրանում, որ որպես Քրիստոսի հետևորդ դու քո աչքում, քո մտքում, քո սրտում պետք է պատկերացնես քեզ որպես Քրիստոսի ծառա, որպես Քրիստոսի ստրուկ։ Եթե չունենք նման պատկերացում ինքներս մեր մասին, ապա մեր սիրտը չի կարող գտնվել պատրաստական ու պատրաստ վիճակում, ու մենք չենք ապրի այնպիսի ակնկալող կյանքով, որ սպասենք մեր Տիրոջ վերադարձը ցանկացած պահի։ Մենք զբաղված կլինենք մեր կյանքերով։ Եթե քեզ չես տեսնում որպես Քրիստոսի ստրուկ կամ ծառա, որը սպասում է իր Տիրոջը, ապա հնարավոր չէ ապրել Հիսուս Քրիստոսի վերադարձի կենդանի սպասումով եւ ակնկալիքով։ Հիսուսը Ղուկաս 12-րդ գլխում սովորեցնում է այս առակը ծառայի պատրաստ լինելու մասին։ Կարդացեք, եւ սա չափազանց կարևոր է, հատկապես այն օրերում, որոնցում մենք ապրում ենք։ Աստվածաշունչն ասում է, որ մեր փրկությունը այժմ ավելի մոտ է, քան առաջ էր, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է ապրի Քրիստոսի վերադարձի եւ դրա հետ կապված ամեն բանի կենդանի սպասումով։ Այսինքն մեր փրկությունը այժմ ավելի մոտ է, նշանակում է, որ Հիսուսի գալուստն է մոտեցել, երկրորդ վերադարձը։ Բայց այդ վիճակին կարելի է հասնել միայն այն ժամանակ, երբ դու քեզ տեսնում ես որպես Քրիստոսի ստրուկ կամ ծառա։ Կարդանք Ղուկաս 12-ի 35-ից 37 խոսքերը։ Թող ձեր գոտիները մեջքներիդ կապված լինեն ու ճրագները ձեր վառված։ Դուք այն մարդկանց նման եղեք, որոնք իրենց Տիրոջն են սպասում, թե նա հարսանիքից երբ կվերադառնա, որպեսզի երբ գա ու դուռը բախի, իսկույն բացեն։ Երանի այն ծառաներին, որոնց արթուն կգտնի Տերը, երբ գա։ Եթե Հիսուսը այսօր վերադառնա, ինձ ու քեզ արթուն կգտնի հավատքի մեջ, թե կգտնի զբաղված մեր հոգսերով։ Կգտնի մեզ որպես Քրիստոսի ծառաներ, թե կգտնի մարդիկ, որոնք իրենց շահի հետևից են ընկած։ Մենք Սուրբ գրքում կարող ենք գտնել ու կարդալ բոլոր հատվածները, որոնք կոչ են անում քրիստոնյաներին, եկեղեցուն, այսինքն բոլոր հավատացյալ քրիստոնյաներին արթուն լինել։ Ինչու՞։ Որտեղ այս վերջին օրերում եկեղեցում շատ մարդիկ քնած են, հոգևորապես քնած են, հոգևորապես կարծես մեռած լինեն։ Ինչու են քնած։
Պատճառներից մեկը այն է, որ նրանք իրենց չեն տեսնում որպես Հիսուս Քրիստոսի ստրուկներ կամ ծառաներ, զբաղված են իրար միս ուտելով, զբաղված են իրար դեմ պառակտություն գցելով, Աստծո եկեղեցին բաժանելով, իրենց պաշտոնի կռիվ են տալիս։ Նույնիսկ Հիսուսը ինքը իրեն ներկայացնում է որպես ծառա։ Նա, ով չեկավ որպեսի իրեն ծառայեն, այլ եկավ ծառայելու եւ իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար։ Երբ դու ծառա ես, դու միշտ մտածում ես այն մասին, թե ինչ կարող ես տալ, ոչ թե այն մասին, թե ինչ պետք է ստանաս, ինչ իրավունք ունես, ինչ լիազորություն ունես։ Բայց մեր աշխարհում ինչքան ենք ասում, իմ իրավունքները, ես իրավունք ունեմ, եւ մեր բերանները բացում ու դարձնում ենք բամբասանքի, նախատանքի, դատապարտության, մեղադրանքի օրգան։ Ավետարանը հենց այդպես է ձևավորում մարդու սիրտը, որ հասկանանք, որ մենք ծառա ենք։ Բայց մեզանից շատերը առաջնորդվում ենք նրանով, թե ինչ պետք է ստանանք, ինչ ենք ստացել եւ ինչ պիտի ստանայինք, բայց չենք ստացել, եւ դրանից սկսում ենք դժգոհել, տրտմել։ Սակայն սա պետք է փոխվի։ Եթե ուզում ես ճիշտ կերպով հետևել Քրիստոսին, ապա պետք է լինես Հիսուս Քրիստոսի ստրուկ եւ ծառա։ Հիսուսն ինքն իրեն ծառա է կոչում։ Իսկ Փիլիպացիներ 2-րդ գլխի 5-ից 8 խոսքում Պողոսն ասում է. թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Հիսուս Քրիստոսի մեջ էր, որ Աստծո բնությունն ունենալով, այսինքն Աստված լինելով, Աստծուն հավասար լինելը հափշտակություն չհամարեց, այլ ինքն իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով ու կերպարանքով մարդու պես հայտնվելով, ինքն իրեն խոնարհացրեց ու հնազանդ եղավ մինչև մահ, այն էլ խաչի մահ։ Եթե Հիսուսը ծառա չլիներ Հայր Աստծո կամքին, նա խաչը չէր բարձրանա իր կամքով։ Այն էլ իմ ու քո նմանների համար, որ իշ թշնամին էին։ Պողոս ուրեմն բացատրում է, որ Քրիստոսը ինքն իրեն դատարկեց, աստվածությունից խոնարհեցվեց մինչև մահ, դատարկեց իր իրավունքներից, ամեն ինչից, որպեսի դառնա մեր փրկագինը, ծառա դարձավ մեզ, ծառա դարձավ նրանց, ում ինքը արարել էր, ստրուկի կերպարանք առավ, որպեսի ինքն իրեն մեզ համար զոհաբերի։ Ամենաազնիվ եւ վեհ բանը, որ մենք կարող ենք անել, դա Հիսուս Քրիստոսին նմանվելն է։ Բայց այսպիսի ճշմարտությունները, որոնք այստեղ սովորում են, կարծես թե աստիճանաբար մարում են ժամանակակից եկեղեցուց։ Ընդունելի չեն քրիստոնյաների ականջների համար։ Ժամանակակից եկեղեցին եւ քրիստոնյաները հաճախ կենտրոնացած են ոչ թե ծառայելու եւ կյանքը Քրիստոսի համար թափելու վրա, այլ այն բանի վրա, թե ինչ կարող են ստանալ։ Աստծուն սարքել ենք մեր ձեռքը, մեր ցանկությունը կատարող ինչ-որ կախարդական փայտիկ։ Ծառա լինելը մոդայիկ չի։ Մարդիկ չեն սիրում իրենց այդպես տեսնել, այդպես ապրել, բայց դե չեն, որ ուրիշը իրենց ծառայի։ Բայց Հիսուսը իր աշակերտներին այդ խրատը տվեց եւ անձնական օրինակ տվեց։ Հովհաննես 13-րդ գլխում նա լվաց նրանց ոտքերը, արարիչը, աշխարհի տեր տիրակալը, լվաց իր ձկնորս, իրենցից ոչինչ չներկայացնող աշակերտների ոտքերը եւ ասաց. Երբ նրանց ոտքերը լվաց, Հիսուսը հագավ իր զգեստը ու դարձյալ սեղան նստեց եւ նրանց ասաց. գիտեք ինչ արեցի ձեզ, դուք ինձ վարդապետ եւ Տեր եք կոչում եւ ճիշտ եք ասում, որտեւ ես եմ, արդ եթե ես Տերս ու վարդապետս լվացի ձեր ոտքերը, դուք նույնպես պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ, քանի որ ես ձեզ օրինակ ծառայեցի, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն կերպ անեք։
եւ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Ոտքեր լվանալ չի նշանակում, որ Աստված ուզում է ես կամ քո ոտը լվամ, դու էլ իմը, ոչ, խոնարհվել, ծառայել իրար, որտեղ ոտքերը լվանում էին ստրուկները։ Ձեր մասին մեծ կարծիք մի ունեցեք, դիմացինին երկնքից մի նայեք, թե դուք նրանից ավել եք։ Մի ասեք նրա մեղքը իմինից շատ է, մենք բոլորս ենք մեղավոր, ծառայենք իրար։ Արժանի ու անարժան չանենք, դատավորներ չլինենք։ Մենք կանչված ենք միմյանց ծառայելու։ Հովհաննես 15-րդ գլխում Հիսուսը ընդգծում է, որ աշխարհը ատելու է եկեղեցին, ատելու է քրիստոնյաներին, եթե մենք իսկապես Քրիստոսի աշակերտը լինենք։ Կարդանք Հովհաննես 15-18-19 խոսքերը։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե աշխարհից լինեիք, ապա աշխարհը ձեզ իբրև յուրայինների կսիրեր, բայց քանի որ աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհը ատում է ձեզ։ Եթե մենք նման ենք Քրիստոսին, աշխարհն ատում է մեզ։ Եթե մենք նման չենք Քրիստոսին, եթե մենք նման ենք աշխարհին, աշխարհի պես մեծամիտ ենք եւ այլն, մեզ չի ատելու աշխարհը։ Աշխարհն ատում է Քրիստոսին եւ Քրիստոսի նմաններին։ Իսկ մենք կանչված ենք Քրիստոսի նման լինելու, ուրեմն եթե դու ասում ես ես քրիստոնյա եմ, պիտի նախ Քրիստոսի նման դառնաս, ընթացք անցնես ու ակնկալես, որ դրա համար քեզ ատելու են, որովհետև Քրիստոսին ատեցին, ու դրանից չվախենաս ու ընկրկես։ Հիսուսի այս խոսքերը օգնում են մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի իսկական աշակերտ, իսկական քրիստոնյա, իսկական ծառա լինելու նշաններից մեկը այն է, որ աշխարհը քեզ կատի, որտեղ դու ընտրում ես ապրել Քրիստոսի նման։ Սա է պատճառը, որ դու ընտրում ես ապրել Քրիստոսի նման։ Ոչ թե կատի, որ դու վատ մարդ ես, բարի մարդ ես, չէ, որ դու ընտրել ես ապրել Քրիստոսի նման։ Քանի որ երբ Քրիստոս եկավ, նույնիսկ նրա ապրելակերպը ինքնին վիրավորական էր, ընդունելի չէր շատերի համար, երբեմն նույնիսկ իր աշակերտների համար։ Երբ Պետրոսը լսեց, որ Հիսուսը պիտի մեռնի, նա չէր կարող պատկերացնել, թե ինչպես կարող է այդքան զորավոր մարդը մահանալ։ Դա համարում էր անհետեցություն։ Մարդը, որ սաստում էր փոթորկին, եւ այն հնազանդվում էր։ Հիսուսը մեկ անգամ էր ասում, եւ դա բավական էր, նա չէր կրկնում, բազմակի անգամ չէր սաստում։ Մի հատ ասում էր խաղաղվի ու փոթորիկը խաղաղվում էր։ Եվ Պետրոսը չէր կարող մարդկային իր մտքով հասկանալ, թե ինչու պիտի այսպիսի զորավոր անձը խաչի վրա մահանա։ Բայց Հիսուսը եկավ մեզ օրինակ տալու, թե ինչ է նշանակում լինել ծառա։ Եվ երբ մենք ծառաներ ենք, մենք ձգտում ենք հաճեցնել նրան եւ միայն նրան։ Դրա համար Հիսուսը սաստեց Պետրոսին ու ասեց. «Սատանա, հետևս անցի», որտեւ այդ պահին Պետրոսի մարդկային մտածելակերպով խոսում էր Սատանան, որտեւ գիտեր, որ մարդկության փրկությունը գալու էր Քրիստոսի խաչը բարձրանալով եւ ինքն իրեն մարդկության համար զոհելու համար։ Դրա համար Պետրոսի բերանով փորձում էր հետ պահել։ Մենք չպետք է մտածենք, վստահենք մեր մտածելակերպին։ Գաղատացիներ առաջին գլխի 10-ում Պողոսն ասում է. «Արդ հիմա մարդկանց եմ ձգտում, թե Աստծուն, ում եմ ուզում հաճելի լինել, մարդկանց թե Աստծուն։ Եթե տաքավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառա չէի լինի»։ Սա Քրիստոսի ծառա լինելու շատ կարևոր հետևանքն է։ Եթե ես այս ամենը թարգմանում եմ, ձեզ հետ կիսում եմ, որպեսզի ձեզ հաճելի լինեմ, ես ուրեմն ճիշտ ճանապարհով չեմ քայլում։ Ես սա անում եմ Քրիստոսին հաճելի լինելու համար։ Եվ շատերը կարան խմբից դուրս գան, շատերը կարան ինձ աղանդավոր ասեն, շատերը կարան ձևացնեն, թե ինձ սիրում են, բայց իրականում տանել չկարողանան։ Շատերը կարող են ինձ տեսնեն կամ ինձնից զանգ ստանան, ասեն, էլի զանգեց էս խփնվածը։ Բայց այդ ամենը պիտի լինի Աստծո փառքի համար։ Ես սա չեմ անում ձեզ հաճելի լինելու համար, որ դուք ինձ սիրեք, որ ասեք, վաղ Նարինեն, էս ինչ բարի է, պետք չի ինձ այդ ամենը։ Քրիստոսի ծառա լինել։
Դու ապրում ես քո կյանքը միայն ու միայն Քրիստոսին հաճելի լինելու համար։ Եվ իհարկե սա շատ դժվար ապրելակերպ է։ Ու հանկարծ մի պահ չմտածեք, թե ես ասում եմ, ես կարողանում եմ այդ կյանքով ամեն պահ ապրել, որ ես հասել եմ տեղ, կամ որևէ մեկը հասել է տեղ։ Ոչ։ Որովհետև մեր մարդկային սիրտը բնականաբար տենչում է ուրիշների հավանությունը ստանալուն։ Բայց երբ դու դառնում ես Քրիստոսի հետևորդ, Քրիստոսի աշակերտ, երբ նա քեզ կանչում է, Հիսուսը մեզ կոչ է անում ուրանալ ինքներս մեզ, հրաժարվել ինքներս մեզանից։ Այդ պահից մեր սիրտը ուղղվում է դեպի Քրիստոսին հաճեցնելը եւ միայն Քրիստոսի հավանությունը փնտրելը ու ձգտելը։ Թող Տերն օգնի, որ մենք այս ճանապարհով կարողանանք անցնել եւ հասնել, որ Քրիստոսին նմանվենք, Քրիստոսին հաճեցնենք։ Ու ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ում այս խոսքերը տհաճ են, հաճելի չեն, թող Տերը քանդի ձեր մեջ եղած ամեն հակառակություն, թող Տերը ողորմի ու ձեզ Հիսուսի արյունով վերցնի սատանայի ձեռքից, վերցնի խավարից, վերցնի ձեր իսկ մարդկային մտածելակերպից եւ փրկության ճանապարհի վրա դնի։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։